Բարև ձեզ սիրելի տեսակիցներ, այսօր որոշել եմ պատրաստել վրացական խնկալի տղայի զակազն է, պատվերել է, որ խնկալի պատրաստենք, ուզում եմ երկու ձևի խմոր պատրաստել, նույն բաղադրություններն է գնում, մենակ իրանց մեջ տարբերություն է խմորների, ծառը ջրով են պատրաստելու, իսկ մյուսը տաք եփեկան ջրով են պատրաստելու։ Հիմա սկսենք մեկը պատրաստենք, մեկ խմորը, հետո կանցնենք մյուսին։ Ես պատրաստեմ հարիչով, ձեռքով չեմ պատրաստում, ձեռքով էլ կարելի է անել, նշանակություն չունի, պրոստը արագացնելու համար ես մի քիչ ուզում եմ շուտ պատրաստեմ, որ շուտ համտեսեմ։ Եվ այսպես, ալյուրը սկզբից, ինչքան ալյուրն եք վերցնում, ինչ քանակությունով, ես կգրեմ բոլորը բաղադրության միջին, ինչ քանակությունով ալյուրն եք վերցնելու, նրա կես չափը ջուրն եք վերցնելու։ Հիմա ես ուզում եմ 300-300 գրամով անեմ ալյուրը, ուրեմն ջուրը կվերցնենք 150 գրամով։ Ավելի լավ է, որ մաղնուց նրալուրը։ Ջուրը 150 գրամ։ Լավ եթեկան ջուր է լինելու։ Այստեղ ավելացնում եմ աղը, 1 չայ թավ, խալվի, սենց ավելի լավ է լինում մեր խմորը, կամ աղ ավելացնում ենք ալյուրին, նոր ջուրն ենք ոցնում։ Քանի որ տաք է, սկզբից մի քիչ քթալով խառնեմ, ավելացնեմ մի քիչ բուսական յուղ, ես ձիթապտղի յուղ եմ ոցնում, կարելի է սովորական, բուսական յուղ ոցնում։ Մոտավորապես մի 30-40 գրամ, շատ չի պետք։ Հիմա կմիացնեմ մեր հարիչը և հարիչով կհարի։ Այնքան կհարվի, ձեռքով էլ ենք նույնը անելու, այնքան հունցելու են, որ մեր խմորը դառնա մի ամբողջ բունտ, բոլոր ալյուրը կվերցնի ինքը ու կստացվի մեր խմորը պինդ խմոր, խնկալու համար շատ պինդ խմոր է կը։ Սենց թող մի 5 րոպե պետք է հարվի։ Հիմա անջատենք, այս մի խմորը հերիք է հարվի, տեսեք ինչքան լավ խմոր ստացվեց, ոտքերից չի, հարի չի գտնում։ Հեշտ փոխվում է։ Մի քիչ ձեռքով էլ կհունցեմ, տեսեք ինչքան լավ, սենց որ անում ենք ձեռքին պնդոտ խմոր է։ Այն մյուսը միացնենք, թող գնա, հարի, ժամանակ չկորցնենք։ Նայեք, ժողովուրդ ջան, այս մեկն էլ, որ ասում եմ սառը ջրով ենք անելու, դրա համար եմ ասում, տարբերությունը մենակ ջրերինն է։ 50 գրամ ջուր, ելի մի չայ քթալ աղ։ Եցնենք, թող հարվի։ 300 գրամ ալյուր, նույն բաղադրություններն է։ Էլի եմ ասում անպայման չի ձիթապտղի, նորից էլի մի 40 գրամ, ու կգնեմ էլի հարիչը կհարի, մինչև մեր հարիչը կհարի, ես մի քիչ եմ մի խմորը ձեռքով կհունցեմ և պետք է թողնենք երկուսն էլ հանգստանան։ Մեր սառը ջրով պատրաստած խմորը պետք է սառնարանը դնեմ հանգստանա,
մի կես ժամի չափ։ Էլիս ես թող մի 5 րոպե ինքը հարի, մյուսը ես մի քիչ ձեռքով կհունցեմ, կնելուց կասեմ ես։ Մի քիչ ձեռքով հունցում եմ, նայեք ժողովուրդ ջան, ինչքան լավ խմոր է ստացվել, որ մեր ոչ սեղանից է կպչում, ոչ ձեռքից է կպչում, ինքը լավ էլաստիչնի խմոր է ստացվել։ Եթե հարիչով չենք անելու, ձեռքով ենք հունցել, ուրեմն ձեռքով մի 10-15 րոպե անպայման պետք է, որ սենց առանց ալյուրը լցնելու հունցենք, բոլոր խմորի բաղադրությունները իրար խառնելով ձեռքով հունցում ենք, դառնում է սենց միահավասար զանգված գունդ է պատրաստվում ու ձեռքով ուժը պետք է հունցենք մի 10-15 րոպե, որ մեր խմորը հետո թողնենք հանգստանա։ Ժողապանի մեջ ծածկենք և սա տաք ջրովն է պատրաստած, ուրեմն կդնեմ սենց սեղանի վրա մի կողմ, տաք տեղ, ինքը պետք է սենց հանգստանա մի կես ժամ։ Խմորներ մեր եղավ, անջատենք, էլի նայք, ինչքան լավ խմոր է, ոչ կպչում է ձեռքից, ոչ էլ մեր հարիչի ոտիկներից է կպնում։ Ոտքով էլ մի քիչ հունցենք։ Եթե հարիչով է լինելու 10 րոպեն հերիք է, մի 5 րոպե հարիչի անում, մի 5 րոպե ձեռքով հունցենք ու դնենք թող հանգստանա։ Եթե զգում եք, որ մի քիչ թուլով խմոր է ստացվում, որովհետև կան չէ, ալյուրները տարբեր ձևի է լինում, բոլորս էլ տարբեր ալյուրներ ենք վերցնում։ Եթե տեսնեք, որ ձեր ալյուրով մի քիչ է լինում, օրինակ այն մեկը լավ ստացվեց, ալյուր պետք չեղավ։ Սա ես զգում եմ, որ մի քիչ թուլով է, ալյուր կավելացնեմ, ձեռքով հունցեմ լավ, ոչ չի կպչում, ոչ ձեռքից, ոչ սեղանից։ Դնենք սեղանի մեջ ու սառնարան, սա սառնարանը մի կես ժամ թող հանգստանա։ Մինչև մեր խմորները կհանգստանան, մենք պատրաստենք մեր միսը, ինչով պատրաստելու ենք խնկալին։ Ստեղ երկու ձևի միս է, տավարի միս է և խոզի միս։ Տավարի միսը ավելի շատ է, քան խոզի միսը։ Հիմա սրա հետ կխառնեմ սոխը, սխտորը, գնում է մաղադանոս և համեմ։ Ես միշտ արել եմ մաղադանոսով, ավելի շատ մաղադանոս եմ գցում, մի քիչ համը, իրար հետ շատ համեղ է լինում։ Աղ, սև պղպր եմ լցնելու, կծու կարմիր տաղդեղ եմ լցնելու և ջուր եմ խառնելու։ Կցույց տամ, ես հիմա մեր սոխը կաղամ, ամեն ինչ կպատրաստեմ ու իրար հետ դուք կնայեք, ես հետ կխառնեմ այդ ամբողջը իրար և կպատրաստեմ։ Սոխի հետ համեմն ու մաղադանոսը ես մաններ կտրել եմ տերևների մասը, իսկ այն կոպիտ մասը աղացել եմ սոխի հետ ու խառնել եմ։ Դենա մաղադանոսն ու համենը։ Ավելացնենք աղ։ Սև պղպեղ։ Կարմիր տաղդեղ։ Եթե սիրում եք կծու, կարաք մի քիչ ավելանեք։ Մենք սիրում ենք։ Ես մի հատ ձեռքով լավ կխառնեմ, հետո ջուրը կավելացնեմ, ես ամեն ինչ թող իրար խառնվի, ստեղ ուրեմն երկու ձևի միս եմ գցել, տավարի և խոզի։ Տավարի մի քիչ շատ եմ գցել, չափսերը կգրեմ բաղադրատոմսի մեջ։ Սոխ եմ աղացել, կանաչու կոշտ մասերը սոխի հետ աղացել եմ, խառնել եմ և սխտոր։
մի քանի բջեղ սխտորոն գցել, սև պղպեղ, կարմիր տակտեղ։ Հիմա այս ամենը ես կխառնեմ լավ ձեռքով, նոր ջուրը կամաց կավելացնենք։ Լավ խառնեցինք, մեր մսի բաղադրությունը ինչ գնում է, իրար լավ խառնենք, հիմա ջուրը կխառնեմ ու կհունցեմ լավ, որ իրար խառնվի։ Հիմա վերցրել եմ 500 գրամ մեր ջուրը միլիգրամ, գնանք ինչքան ջուր է գնալու։ Տեսնում եք ինչքան է ջուր խմում մեր միսը։ Խինկալի համեղությունը նրանով է, որ մեր միջուկը, որ միսը ինչքան հնարավորություն են չափով կարենանք ջրի կանենք, որ սոկը շատ լինի մեջի, ինքան համեղ կլինի մեր խինկալին։ Ինձ թվում է հերիք է արդեն, չեմ ավելացնի։ Մեր միսը, սոխը ամեն ինչ իրար խառնած, կիլո կես էր, մի կիլո 500 գրամ էր, ավելացվինք 500 միլիգրամ ջուր։ Եվս քանը ինձ թվում է բավարար է։ Ինչքան ջուր, ես ջուր մի քիչ էլի ավելացրի, մի 100 գրամի չափ էլ ավելացրի, մի 600 գրամ գնացել է։ Պակրած մինչև մեր խմորները կբացենք, երկու ձևի կբացենք, կտեսնենք։ Խմորը բացելը։ Սկզբից պատրաստել ենք տաք ջրովը, չէ՞։ Հենց էլ սկսենք։ Սկզբից տաք ջրովը կանենք, կտեսնենք համը։ Բաժանենք երկու մասի։ Մյուս մասը ծածկեք, որ չչորանա երեսը։ Իսկ ես մեկը ընդհանուր մի հատ բացում եմ և ցույց եմ տալի, երկու ձևով եմ անելու պատրաստելու խնկալը։ Ընդհանուր մի հատ կբացեմ, շատ բարակ էլ չենք բացելու, շատ հաստ էլ չենք։ Կես միլիմետրի չափ, կես միլիմետրը մասում, կես սենտիմետրի չափ։ Տեսնենք ինչպես է ավելի արագ ստացվում պատրաստելը մեր խմորիկները։ Ուշադրություն դարձնում եք, որ այլուր вообще չեմ քիչ սկզբից լցրեցի, օգտագործեցի, իսկ քնի ոչ կրկնակից կպնում է, ոչ մեր սեղանից է կպնում։ Շատ լավ խմոր է ստացվել։ Տեսնենք իր ամրությունը ինչքան կլինի մեր խինկալները չպատռվի, խինկալի համեղությունը, որ սոկը մեջ մնա, գծենք, գծելով իր սոկը մեջից դուրս գա։ Վասար բացեցինք, հիմա հարմարանք վերցրեք, որ չասի տուրում խինկալները։ Հարմար բաժակել կպեք, հավատ ավելի ճիշտ, դրանով կտրենք։ Դուք ավելի մեծ շրջանակ վերցրեք, եթե սենց պատրաստելուց լինեք։ Սենց մի քիչ ավելի ոնց որ արագ կստացվի, դելու համար, պրոստը կողքերն է շատ մնում, հետո ավելի պինդ է լինում խմորը։ Այդ կողքերը կհավաքենք, կդնենք ցելոֆանի մեջ պակետի, կթողնենք ինքը մի քիչ մնա, կփակվի ու էլի նույն խմորը կլինի։ Մի քիչ փոքրիկ բնիսենք։ Նայեք սենց, վերցնում ենք, մեր ձեռքը սենց բացում ենք, բուռ ենք անում և դնում ենք մեր բռի մեջ, նայեք հիմա ինչ ծալքեր ենք անելու, այս ինձ վերցնում եք, ինձ ցույց տամ, որ այս ինձ
մի մատը դնում եք սենց խմորի մեջ, այն մյուսով բերում եք վրան, նորից, ծալքերք ենք անում, սենց, ամբողջությունով անում ենք, մեր միսը մի քիչ ստեղ շատ, խմորիկները փոքր եղավ, ես սովոր եմ միշտ առանձին մասերի կտրտում եմ, բաժին, այդ ձև բացում ու ընդհանուր չեմ բացում ես խմորս, սենց ծալքերքը, նենց անելու եք, որ ես խմորիկները թաց ծայրերը, թաց չլինի, որ տարենակ էր, մի քիչ լավ չեղավ, եսա մյուսը ես կանում կտեսնեք, փոքրիկ խինկալիքներ ալնում, ես ձևի հեչ արած չեմ ես ուզեցի ինքան ձև ցույց տամ հեշտ բացելու խմորը, որ արագ ստացվի, փոքր խինկալիք եղավ, ոչինչ, դիցավելու ոչինչ, ոչ ուր երեխի ուտելիք կլինի, մեր ավետի, խինկալ, ոչինչ, դե բացել եմ արդեն դրանք պատրաստել ես ձև, մի քիչ կվերցնենք, միջուկը, նայեք սենց, մատը, ցուցամատը դնում ենք խմորի մեջ, սենց բերում ենք արջև, իսկ մյուսը բութ մատով բերում ենք իրա վրա, թողնում նորից, սենց, մեջն ենք գցում, բերում վրան, մեջն ենք գցում, բերում վրան, մեջն ենք գցում, բերում վրան, իսկական խինկալը որ պետք է լինի, իրա այս ծալքերքը պետք է լինի, տարբեր ձև էին ասում, 16 հատ, 18 հատ, հնենցը կա ասմա 20, այդ արդեն ինչքան մեծ, տեսեք, սա ինչքան պուջուր խինկալ է ստացվում ես համար, ու քանի հատ ծալքերք է, եսա հաշվեմ ասեմ, ինչքան ծալքերքով է ստացվում, ասենց պուջուր պրոստը չեմ արած չգիտեմ, եսա կհաշվեմ ու կասեմ, քանի հատ ծալքերք է լինում, ասում եմ ինչքան ծալքերքը շատ լինի, այնքան ավելի գեղեցիկ է լինում խինկալը, ձերքը սովոր անընդհատ շատ վերցնել եմ ես դրա համար չի, փոքր ֆիլիմինիներ եղավ, խինկալ չեղավ, ուրեմն, 1, ձեր հետ հաշվեմ, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 հատ, դուք պատկերացնում եք, որ լինի 22 հատ, սրա 2 չափը ավել, վերջացրեցինք այն մեկը, բաժակով որ կտրպեցի, հեսա, շորջը, երբեք սենց խինկալիներ արած չէ, փոքր ստացվեց, ուզեցի ինքան լավ անեմ, ձև ցույց տամ, բայց եթե ձեզ հարմար է տենց որ մեծ բացեք մի կունդը, հարմար ամանը լինի, այս բաժակի 2 չափը դաժե, սենց ես փոքրներ չէ, ես սրա 2 չափն եմ պատրաստում, ես ականը կտեսնեք այն մի խմորով, ամբողջ խմորից սենց փոքրներ դուրս եկա 22 հատ, հա, հիմա այս մեր մի խմորն է, սաղնարանից նոր հանեցի, ես արդեն իմ ձևով կպատրաստեմ մեծ, ես սենց ուրշի երշիկի պես բացում եմ խմորը, հետո մասերի եմ բաժանելու, սենց ամբողջը, ձերքով մի հատ, գունդ եք պատրաստում փոքրիկ, ու սկսում ենք պատրաստել, եթե շատ է, մի անգամից կարակ անեք և ինչ-որ շորովա կամ ինչ-որ սլախանովա ծածկեք, որ գնդիկների երեսները չչորանա ու սկսում եք հերթով բացելը, սկզբից կվերցնեք ամենառաջի բացարածը, ես հիմա անում եմ 2 հատ ցույց տամ,
բոլորը ձեր հետ չեմ անում, տեսեք ինչքան մեծ են պատրաստելու։ Ձերքով բոլոր շրջանի ձև ենք տալիս։ Թեյ բլյուտ ենք վերցնում, սենց դնում ենք, ես բայց սենց չեմ անում, ես պրոստը հեշտ կլնելու համար ցույց եմ տալի ոնց կարելի անել, եթե առաջի անգամ եք խինկալ պատրաստելու, ինչպես հեշտ կլինի անելը։ Տեսեք ինչքան շատ եմ դնում միջի։ Սենց նայեք, 1, 2, էլի նորից, ցուցամատը դնում ենք, մեջի վրա ենք բերում, բուդմատով վրան ենք բերում, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15 հատ ստացվում է։ Տեսեք բլյուտի վրա ինչքան հեշտ եղավ, բայց ես անում եմ առանց բլյուտի։ Մի քիչ փոխում ենք ծայրից։ Ծայրի մասին մի քիչ բուդմատով սենց սեղմեք, թող նստի։ Դեհեք ինչքան մեծ է, սենց ենք մենք ինչ պատրաստում։ Սրա 3 հատը մի հատն է։ Տեսա մի հատն է բացի մասին, ես ինչպես եմ անում, բայց եթե սկզբից էլ եմ ասում, նոր եք սկսելու, առաջի անգամ անեք խինկալ, ավելի լավ է, թեյի բլյուտ վերցրեք, շրջեք և այդ ձև պատրաստեք, ձեռքի վրա մի քիչ դժվար կլինի։ Մի քիչ սենց բացում եմ, դնում եմ քթալով, դնում եմ ներքև և ձեռքով պահում եմ, որ սոպը չգնա կողքերը և սկսում եմ շուշուտ փաթաթել, սենց ցուցամատը դնում ենք, բուդմատով բերում վրան, ցուցամատով ներս ենք տանում, բուդմատը դնում ենք վրան։ Ուսնենք արագ-արագ, որ սոկը չթափի։ Այս էլ մեր խմորի վերջի գունդն է, պատրաստ է և գցենք արդեն եթելու։ Այս խինկալիները, որ պատրաստում ենք, եթե մի անգամից շատ եք պատրաստելու, կարակ դնեք սառնամանիքը սառցնեք։ Եթե պատրաստում եք ու մի անգամից սաղ չեք գցելու, ուտեղի վրա դրեցին, դնում ենք սառնարանը, որ հետ չգա սենյակը, եթե տաք լինի, տակաշճանի տակ, կհալվի ես մեր հետ կգա խմորը, սոկը սաղ կդուրս գցի։ Ավելի լավ է քիչ-քիչ արեք, դրեք սառնարանը, մեր ջուրը արդեն եղում է, աղը մեջ գցած է, ինքան աղ ենք դնելու, որ սովորական ճաշից մի քիչ աղի լինի համը։ Ես սենց փորձության համար եմ 2 կաթսաներ դրել, թե չէ խինկալին եփելու համար մենք մի անգամից մեծ կաթսա ենք վերցնում, որ ազատ համ եփի մեր խինկալիները, պետք է ազատ տարածքի մեջ եփի մեր խինկալիները, անկախ փոքր կաթսա չվերցնենք ու մի անգամից սա խինկալիները գցենք մեջը եփելու։ Ես արդեն եփը գալիս է, ես ստեղ փոքրները կգցեմ, որոնք որ արված է տաք եռացրած ջրով խմորը մեր, սենց եփում է, լավ եփող ջրի մեջ, ձեռքի հետ հեկարում եք, սենց ջուրը խառնելով, գցում եք, որ չկպնեն։ Տասած ստեղ գցեմ, թող եփի, չեմ ուզում շատ դնեմ, որ չկպնեն իրար, չենք խառնելու փայտի քթալով կամ անց կողքերից վրա բերենք,
որ չկպնի իրար ու ծածկենք։ Ցնենք եռալուց հետո ջուրը, որ սկսի արդեն մեր խինկալիները որ գցում ենք, ջրի եռալը կտրվում է։ Մենք սկսի եռալը 10-15 րոպեի հետո արդեն պատրաստ կլինի։ Հիմա այս մեր մեծ կաթսան տեսնենք։ Երկրորդ խմորով պատրաստածը, որը ոչ սառը, շատ սառը պաղ ջրով ենք պատրաստել խմորը։ Մեծերը գցենք, նորից սենց պոչերից բռնեք, ինչքան կարաք խառնելով, մենակ կամած այդ ձեռքերը չվառեք, սենց կողքերից գցեք, ինքը որ եփեք, արդեն կամած կբարձանա վերև, հերիք է, շատ չեմ ուզում գցեմ 8 հատ գցեցի, որ չկպնեն իրար։ Փայտի կթալ վերցրեք, որ անցքեր ունենա, ավելի լավ է։ Սենց կամած կողքերից վրա բերեք, որ չկպչի մեր կաթսայից և իր եփը կամած թող գա։ Ուժեղ կրակի վրա ենք անում, եփը կգա, մի քիչ կթուլացնենք ու կափարիչը կվերցնենք, կեփի 10-15 րոպե։ Տեսեք, արդեն տեսա հանելու ժամանակն է։ Ես հիմա մատուցելուս խինկալը, մենք սիրում ենք, որ սխտորը ճզմած, խինկալը արդեն եփում է իր այս ագանակից, վերցնում ենք, լցնում ենք սխտորի վրեն, շատ համեղ է ստացվում, ոնց որ մեր խաշի նման։ Ուտելու ժամանակ այս սխտորոտ ագանակից լցնում ենք վրան և թենց սեր պղպեղն ենք ցանում վրան և թենց ուտում ենք, շատ համեղ է ստացվում։ Այս մեր փոքրերը համ ավելի շուտ ենք գցել, արդեն պատրաստ է, մեր 10 րոպեն անցավ, հանենք, տեսեք ինչքան գեղեցիկ է, փոքր։ Տղայիս դուրը եկավ սենց փոքր, հետ սարքած չէ, ասում մամա, սրանից հետո սենց փոքրները սարքում ավելի գեղեցիկ է, բայց մեծ էր իսկական խինկալին։ Գեղեցիկը որն է։ Удобно է այդպես ուտելը։ Փոքրիկի համը տեսնենք, մինչև մեր մեծի հանելու ժամանակը, տեսեք ինչքան լավն է։ Բռնելու ենք, ուտելու ժամանակ սխտորով սոկը խինկալի վրան ցանում, լցնում, պղպեղն ցանում, ամենաիսկական ձևը խինկալի ուտելու ձեռքերով է, որ սոկը մեջից չդուրս գա, սենց գլխիկից բռնում ենք, ոչիկից, մի քիչ տաք է, բայց ոչինչ, պետք է սենց գծենք, ինչքան սոկ կանություն, ինչ համովա, շատ համեղ է եղել, չէ կաստատում, սիրելի ժողովուրդ, շատ համեղ է եղել, կփորձեք, կտեսնեք ինչքան համեղ է, այս փոքրներն էր մեր, հիմա մեծերը, խմորը չեմ ասի, որ վատն է, ես միշտ արել եմ սառացրած ջրով, մեր մեծերի ժամանակն էլ է, անջատենք և անենք, ինչքան մեծ է, սիրելի ժողովուրդ, մեր մեծն էլ է պատրաստ, շատ է տաք, մի քիչ սրան դժվար կլինի բռնենք ոչից, տաք է, պետք է սպասենք, որ հովանա, բայց համը տեսնելու համար մի հատ կտեսնեմ ես, որը լցրեցի, ձեր պղպեղն էլ անեմ, համը տեսնեմ։ Ինչքան սոկ ունի մեջը, հեղուկը շատ է, շատ համեղ է եղել, սիրելի ժողովուրդ, փորձեք չեք փոշմանել, շատ համեղ ուտես է, շատ շնորհակալ եմ բոլորից, որ
տեսաք, գրվեցիք, գնահատեցիք, պատրաստեք եւ մեկնաբանեք, շատ ուրախ կլինեմ։ Լավ մնացեք, ընդհանուր էսա մի րոպե ասեմ, ընդհանուր եթե եռը եկավ, խնկալիները գցած մեջը, մի քիչ կամ անցացնում ենք, կափարիչը վերցնում ենք վրայից եւ մարմանդ կրակով երբում է 10 րոպե, ավել չի երբեք։ Լավ մնացեք, կտեսնվենք։